Սիսյանից 12 կիլոմետր հեռու Հայաստան-Նախիջևան սահմանին մի անմարդաբնակ կղզի կա, Թանահատ անունով։ Թանահատում ոչ բնակիչ կա, ոչ կյանք։ Գյուղ չկա, բայց գյուղապետ կա։ Բարև ձեզ։ Ես ինքն եմ, լավ դուք ոնց եք։ Չէ, գնանք Թանահատ հետո։ Սեդրակ Դավթյանը Թանահատի 3 տարվա գյուղապետն է։ Հարևան Աշոտավան գյուղում է ապրում։ Ու շաբաթվա 5 օրը պարտաճանաչ գործի է գնում Թանահատ։ Այս շաբաթ արտահերթ 6-րդ անգամ է գնում, որ մեզ իր գյուղը ցույց տա։ Գնում եմ այնտեղ բերքատու ծառներ կա, ձեռ չտան։ Թե չեն հենց ուրիշ բան չկա, որ ասեմ գնամ ես ինչի համար էլի։ Ժողովուրդ չկա, մարդ չկա, շատ լավ տեղ է, շատ ափսոս։ Էսի թասիկն է։ Ստեղ շատ մարդ է ապրում։ Այդքան էլ չի եկել մի 30 տնտես չէ։ Ստեղ էլ դռները շատ է փակ։ Սեդրակ Դավթյանն Աշոտավանում է ծնվել։ 90-ականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Թանահատ։ 12 տարի այնտեղ է ապրել ու անասնապահությամբ զբաղվել։ Եկել եմ, գնացել եմ անասունները գյուղերից հավաքել եմ, բերել եմ ստեղ։ Ոչխար ա եղել, հավ ա եղել, խոզ ա եղել, կթիկով ա եղել, ամեն ինչ ունեցել ենք, ամեն ինչ։ Հիմա կգնանք, կնայեք, ինչա մնացեք գյուղից։ Այս է Թանահատի ճանապարհն է։ Ցորեն արած ստեղ։ Հետո վացանում բա։ Էդի Աշոտավանցի է, հողով արձակալել են 25 տարով, իրանք են մշակում։ Այս դպրոցն է եղել։ Քանի տարի առաջ է քանդվել, շատ շուտ։ Կլինի մի 15 տենց, 15 տարի կլինի։ Ես էլ այն ժամանակվա խանութն է։ Էսի գյուղապետարանն է։ Ասամ չբերեմ ցույց տան։ Նայեք էս։ Ասել եմ գան մի հատ ռեմոնտ անեն, այս պատուան չի եղել։ Դուր չի եղել։ Ես եմ բերել դրել, մի ուբորկա եմ արել։ Լավ է մաքուր է։ Դա չի, հա։ Չէ։ Հոսանք չկա։ Չէ։ Հոսանք հենա սոչիկը դրած այն կոմը, պետք է գան ռեմոնտից հետո էլի քաշեն հետո ռեմոնտ անեն։ Բայց մերը ոնց է կանում, ցուրտ չի։ Դու մի հատ պլիտա եմ բերեմ, այն փարսունկով։ Հետո շատ ժամանակ ավտոյի մեջ եմ նստում։ Այդ ինչ է կանում այդ ժամանակ։ Գալիս եմ գող եմ բռնեմ։ Էլ ոչ բան ինչ անեմ։ Հողի վարձերաբանը հավաքում ենք։ Ամենադժվար բանը է դել ասեմ։ Ժողովրդի ձեռը փող չկա, մենք էլ դժվար պետք է պլան կատարենք, պլանն էլ դե պետք է իրանք տան, որ մենք պլանը կատարենք։ Անցած տարի գյուղապետը պլանը կատարել է։ Անմարդաբնակ Թանահատից 1.200.000 դրամ է հավաքել ու փոխանցել համայնքային բյուջե։ Գյուղի հողերը տերեր ունեն, որոնց աճեցրածն ու հնձածը հիմնականում խոտ է։ Թանահատում բնակիչ չկա, բայց ծառ կտրողներ կան։ Գյուղապետի խոսքով ընկուզեններ են եղել, կտրել տարել են։ Ծառ են կտրում, որ հնարավորություն չունի գնելու։ Ես էլ թույլ չեմ տալիս, ասում եմ եկեք, բերքը ձեզ, ինչքան կա, լրիվ ձեզ, մենակ մի կտրեք։ Դրանով է երևում, որ ստեղ մի քիչ գյուղ է։ Իրոք, որ ծառերը չլիներ, ով կիմանար, թե ինչ է։ Բայց այս գյուղ է։ Բա ինչ է։ Ես էլ իմ հողն է։ Տնա մերձա, էլի, հեսե հա, ստեից մինչև ճանապարհը, հեսե ստեղ, հեսե սենց։ Մշակում ես թե չէ։ Չէ, բերել եմ տրուբաներ, խողովակներ, տարել եմ ռոռոկման ջուր եմ քաշել մինչև ստեղ։ Այսօր այդ խողովակները չկա։ Ինչը գողացել է։ Չեմ անում գողացել են, ինչ են արել, էդի թողմնա, էդի եթե լինի հաստատ կմշակեմ։ Եթե ռոռոկման ջուրը չկա, մշակես հետո ոչ ջրես։ Չկա ռոռոկման ջուրը։ Չկա, խմելու ջուրը կա, ռոռոկման ջուրը չկա։ Թանահատում ապրելու պայմաններ չկան։
Բայց արոտավայրեր շատ կան։ Ամռանը հարևան գյուղերից 6 ընտանիք է գալիս։ Անասուններ են պահում, ցրտերն ընկնելու հետ հեռանում են։ Հիմա այստեղ ամառը բերում կով են պահում։ Էլ ինչ են պահում։ Այնա կովա ուրիշ ոչինչ բան չկա։ Իսկ շատ են բերում։ 120 գլուխ։ Ահագին է էլի։ Ամառը որ գալիս են, մնում են նախ այս դոմիկի մեջ։ Հա, այս դոմիկի մեջ։ Իսկ մի քանի հոգի մնում այնտեղ։ Ներսում։ Ամռանը Թանահատում հատուկենտ հովիվներ են մնում։ Իսկ 90-ականներին այստեղ կոլտնտեսություն, կոլխոզ է եղել։ 15 ընտանիք է ապրել։ Ստետես տուն չեղե, որ բնակիչ չլինի։ Երբ։ Այդ եղել է 90 թվականից մինչև համարյա 2005 թիվը։ Դու կամաց վերացել։ Բայց ինչի են գնացել։ Բնակիչին պետք է նայել, պետք է ճանապարհը մաքրեիր, պետք է վերջնել նորմալ լիներ։ Խանութը պետք է եղածը լիքնելներ, ժողովուրդը գնար ստեից առնել, ոչ թե գնար հասներ Սիսյան առևտուրաներ, գարանդեի չալակեր, բերել ստե։ Պրոբլեմներ շատ ա եղել, դրա համար ժողովուրդը գնացել է։ Բայց ո՞նց է լինելու հիմա Թանահատի ապագան։ Չգիտեմ։ Էդիկ իմանա մեր մարզպետն ու քաղաքապետը։ Մենք որոշել ենք туриզմը զարգացնենք այնտեղ։ Այնտեղ կա 7-րդ դարի վանք, որը կիսաքանդ է, եւ կա հանդե մեծ շատ գեղեցիկ ջրվեր։ Կոմունիկացիաները կստեղծենք եւ կփորձենք բնակեցնել այնտեղ։ Բայց ո՞նց պիտի վերաբնակեցնենք։ Պայմաններ ստեղծելով էլի։ Հիմա ասենք ծրագրեր կան, ասենք գյուղատնտեսության, մենակ գյուղատնտեսություն չի էլի։ Եթե մեր արցախցիների 5 միլիոնները որ լինի, ասենք իրանք չեն այցելել այնտեղ, այ որ մի անգամ այցելեն, հաստատ հետ կթողնի ոնց որ ին վրա է թողացել։ Համայնքապետը նկատի ունի պետության առաջարկած 5 միլիոն դրամը, որով արցախցիները կարող են Թանահատում տուն գնել կամ կառուցել։ Բայց այստեղ գնելու ոչինչ չկա։ Իսկ անճամփա, անմարդ գյուղում տուն կառուցեն, որ ինչ անեն։ Եթե այս ձևով շարունակվավ, հաստատ գյուղերը մարդ չի մնա։ Այն ժամանակ գյուղացուն էլի մի բան տալիս էին, ասում են գնա հողդ մշակի, անասունդ պահի։ Հիմա գյուղացուն ոչ մեկը ոչ մի բան չի տալիս։ Մեր գյուղը մեն ժամանակ, ասենք ստեղ 1500 գլուխ ոչխար ա եղել մենակ, 1500 գլուխ, այսօր գյուղի վիճակը տես, եղել ա մոտավորապես 150-200 հատ կթիկով, ուրա։ Լավա դուք տեսել եք, որ գյուղերը կամաց դատարկում է։ Հետա թասիկով անցանք, մինչև 5 տարի էլ չի տևի, մինչև 3 տարին դե մարդ չի լինի։ Թանահատը այս ուղղության վրա վերջին գյուղն է, 3 կիլոմետրից Ադրբեջանն է։ Գյուղը սահմանապահ դառնալու փոխարեն ուրվական է դարձել։ Քարտեզի վրա կա, բայց իրականում այսքանն է մնացել։